փորձում են թույլատնել այն հիմնասյուները, որի վրա հիմնված է մայրաթոռը։ Չեմ կասկածում, որ եթե ունենա հնարավորություն, Փաշինյանը որևէ խնդիր չի ունենա նաև կալանքի տանելու վեհապար Մայրապետին։ Եկեղեցու մասով Ադրբեջանը շահառ է, թե չէ, իմ կարծիքով միանշանակ այո։ Կոնկրետ արևմուտքում Նիկոլ Փաշինյանը ունի բաժնետերեր, որոնք նաև ղեկավարում են եւ նաև հանձնարարություն են նրան իջեցնում, եւ այստեղ Նիկոլ Փաշինյանի արդարանալու հավանականությունը պարզապես փշրված եւ զրոյացված։ Հայաստանում հերթական սրբազանը կալանավորվեց։ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է հորդորում պատարակներին վեհապարի անունը չհնչեցնել։ Այս շաբաթ Փաշինյանը նաև հրապարակեց Արցախյան բանակցությունների մասին մի շարք փաստաթղթեր։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում կփորձենք այս հարցերի շուրջ տողատակեր բացել։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Սկսենք թարմից, երբ մենք նկարում ենք հաղորդումը, բառացիորեն 1 ժամ առաջ կալանավորվեց Արշակ սրբազանը, Մայրաթոռի դիվանապետ, պրոցեսը ուր է տանում, պարոն Աբրահամյան, եթե ուղիղ ասենք եւ առանց դիվանագիտական ձևակերպումների, արդյոք հերթը վեհապարինն է եւ ինչեւ ուր է գնալու Փաշինյանը, թե չի համարձակվի վեհապարի հանդեպ էլ այդպես վարվել, եթե նկատում ենք գործ կարծես թե գտնելը հեշտ է, ինչ գործով բռնել մարդու։ Իդեպ նաեւ երեք խոստովանեց բրիֆինգի ժամանակ, որ ուղիղ ասած, որ ինքն էլ հորդորում է հոգևորականներին կոնկրետ, որտեղ որ ինքը պիտի գնա պատարակի չհնչեցնել վեհապարի անունը, այս ամբողջի շուրջ ձեր մեկնաբանությունը։ Նախ կարծում եմ Հայաստանում եւ Հայաստանից դուրս արդեն քիչ մարդիկ գտնվեն, ովքեր կասկածի տակ կդնեն Նիկոլ Փաշինյանի հերթական կարմիր գծերը հատելու այդ մոտեցումը, եւ այս իրավիճակում կարծում եմ իրավիճակը հետեւյալն է. փորձում են թույլատնել այն հիմնասյուները, որի վրա հիմնված է մայրաթոռը, առաջին հերթին թիրախի տակ վերցնում են բոլոր այն հոգևորականներին, որոնք առավել խարիզմատիկ են, որոնց խոսքը առավել հնչելի է եւ այն մարդկանց, ովքեր նաեւ իրենց խոսքով ներկայությամբ մայրաթոռի համար կարևոր դիրքերում են։ Կներեք նաեւ ովքեր գործարքի չեն գնացել։ Այն ուրա իշմեք ասում էր հենց սրբազանը, որ ինձ մոտ ԱԱԾ-ականներ են գալիս գնում։ Տեսեք, հիմա եթե ասենք բռնում են այն մարդկանց, ովքեր գործարքի չեն գնացել, տպավորություն կստեղծվի, որ մենք նաև անուղակի ձևով մեղադրում ենք բոլոր այն հոգևորականներին, որոնց հետ կապված քրեական գործեր չկան կամ չեն բռնել։ Իսկ դա այդպես չէ, որտեղ մեր հոգևորականները, բացի նրանից, որ բավականին ինտելեկտուալ են, մարդիկ նաև մեր հանրության այն հատվածն են կազմում, որոնք ունեն մեծ հարգանք եւ պատահական չէ, որ տարբեր սոցիոլոգիական հարցումներով մշտապես եկեղեցին բավականին բարձր վստահելիություն ունեցող ինստիտուտներից է եւ իդեպ նաև դրանով է պայմանավորված, որ իշխանությունը փորձում է եկեղեցուն շարքից հանել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլոր հեղինակություններին, կլինեն մտավորականներ, գործիչներ, հասարակական դեմքեր, ինստիտուտներ, որոնք ունեն որոշակի հեղինակություն, նրանց դիտարկում է որպես մրցակիցներ եւ փորձում է փլուզել այդ հեղինակությունը, այդ թվում նաև ազատությունը զրկելու ձևով։ Հիմա ակնհայտ է, որ ամեն դեպս այս պահին կան 4 սրբազաններ, որոնք կալանքի տակ են։ Արագածոտնի թեմի առաջնորդը առաջին հերթին նրա համար է անազդեցության մեջ, որովհետև գիտեք, կաթողիկոսի հետ բարեկամական կապ ունի, նաև դրանով է պայմանավորված, որ կաթողիկոսի այլ ազգականներ վաղաշաբաթ ընտրությունների ժամանակ դիտմամբ թիրախավորվեցին եւ նրանց ազատությունից զրկեցին Բագատ Սրբազանը, Միքայել Սրբազանը եւ նաեւ Արշակ Սրբազանը եկեղեցուին առանցքային դեմքերից են, որոնք մշտապես խոսել են, չեն վախեցել որևէ պայմաններում, որ նրանց խոսքը կարող է որևէ իշխանության կողմից բերել հակազդեցության եւ բնականաբար իշխանությունը փորձում է առաջին հերթին լրացնել, մեկուսացնել եւ ազատությունից զրկել բոլոր այն գործիչներին, որոնք այս փուլում կարևոր ասելիք եւ անելիք ունեն։ Վեհապարին կհասնի Փաշինյանը, այդ որտեղ մնացել է։ Ես չեմ կասկածում, որ եթե ունենա հնարավորություն, Փաշինյանը որևէ խնդիր չի ունենա նաեւ կալանքի տանելու վեհապար Մայրապետին։ Այլ է հարցը, թե այս process-ը, որը այս պահին շարունակվում է, որքանով անխոչնդոտ կլինի եւ երբ որ գա պահ հասնի կաթողիկոսի հնարավոր կալանավորմանը, ինչ հաշվարկներ կունենա դրա հիմքում Նիկոլ Փաշինյանը, այսինքն հանրային դիմադրության, հանրային ընդվզման տեսանկյունից։
կա այդ հանրային ընդվզման սաղմերը կան, օրինակ կոնկրետ եկեղեցու հարցում, որից պետք է վախենա Փաշինյանը ու չգնա, ասենք, վեհապարի հետևի, դուք դա տեսնում եք, արտաքուստ ամեն ինչ կարծես թե պասիվ է, թե Facebook-ն ու կայքերը լրատվամիջոցները դնում ենք մի կողմ, դրսում, հասարակական կյանքում։ Գիտեք, ձեր ասած մակարդակներում, այսինքն ոչ հրապարակային մակարդակում, այս 4-5 ամիսների ընթացքում որտեղ որ եղել եմ քաղաքներում, մարզերում, գյուղերում, սահմանամերձ, չեմ հանդիպել մարդկանց, որոնք առաջին հերթին չհարցնեն եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից եւ իրենց մտահոգություն չարտահայտեն։ Նրանք մարդիկ են, ովքեր միգուցե նույնիսկ չկան էլ սոցիալական ցանցերում, կամ միգուցե կան, բայց այնտեղ երբեք ակտիվության աչքի չեն ընկել։ Այնպես որ ինդիկատորներ այստեղ ընտրելը բավականին դժվար է։ Մյուս կողմից կա գործոն հեղինակություն հոգևորականների եւ առասարակ մայրաթորի նկատմամբ, որը չի կարող ներհասարակական մակարդակում որևէ նյարդ չառաջացնել։ Այլ բան է, թե process-ները ինչպես կընթանան, ես կարծում եմ, որ իշխանությունը ինքը եւս այս ողջ ընթացքում անընդհատ հաշվարկում է, այդ թվում նաև հասարակական կարծիքի ուսումնասիրությունների միջոցով փորձելու հասկանալ, թե իր այս կամ այն քայլը ինչին կարող է բերել։ Բայց կրկնում եմ, առաջին հերթին սրան այս process-ին իշխանությունը եւ Փաշինյանը դիտարկում են որպես այսպես ճակերտավոր կոնկուրենտ ինստիտուտ եկեղեցուն, բարձր հեղինակություն ունեցող, բայց կուսակցություն չի, չէ՞, ընտրություններին չի մասնակցելու։ Այսօր Սամվել Կարապետյանը չի, որևէ կապ չունի, իրենց համար կա եկեղեցու գործոնը, որը որևէ ձևով չի կաշկանդվում իր տեսակետն ու կարծիքը արտահայտելու, գիտեք, ամենամեծ հակազդեցությունը առաջացել է հատկապես Արցախի հարցում մոտեցումներից եւ իշխանությունը համարում է, որ չպետք է լինի որևէ լուրջ դերակատար կամ ինստիտուտ, որը կարող է այլընտրանքային մոտեցում առաջադրել եւ իշխանության այս հարցակումները հենց նաեւ դա ունեն իրենց հիմքում։ Նախընտրական տրամաբանություն տեսնում եք սրա մեջ, պարոն Աբրամյան, կան նման կարծիքներ, այսինքն եկեղեցին խոչընդոտ է 26-ին վերարտադրվելու Փաշինյանին։ Իրենք այդպես համարում են։ Միգուցե իրենք տենց են համարում, ես կարծում եմ, որ եկեղեցին առողջ գաղափարներ տվող եւ ներհասարական հարաբերություններում համերաշխություն ապահովող առաջին հերթին ինստիտուտ է եւ այս տեսանկյունից թե ինչպես է եկեղեցին տեսնում իր դերակատարությունը այդ թվում ներընտրական process-ներում եւ ոչ միայն 26-ին եւ ինչպեսին է դա դիտարկում իշխանությունը, դրանք շատ տարբեր են։ Ամեն դեպս իշխանությունը տեսնում է, ես արդեն ասացի, նրան դիտարկում է ներքին մրցակցության պայմաններում, անկախ այն հանգամանքից, թե եկեղեցին քաղաքական մասով ինչպեսի դիրքորոշում կարտահայտի, թե չի արտահայտի եւ փորձում է դեռևս որևէ բան տեղի չունեցած հնարավորինս թույլատնել, նվազագույնը թույլատնել եկեղեցին եւ ներհասարակական կյանքում նրա ազդեցությունը դարձնել բավականին նվազ։ Հասարակական ընդվզումից խոսեցինք, ասեք որ շփվել եք։ Լայն ընդվզման կարծես թե էլի եմ ասում, առերևույթ բացակայության պայմաններով քաղաքական ուժերի մեծ մասը, եթե ոչ բոլորը, գոնե մեծ մասը մի տեսակ հանդարտ պատրաստվում է ընտրությունների ու իշխանությունը զուգահեռ այս քայլերն անում։ Հիմա չեք տեսնում սպառնալիք, որ բացի վեհապարը էլի առաջ կգնա, ասենք նախագահներ նախկին ինչ որ գործ գտնել կամ կան գործեր ընթանում են ձերբակալել էլի խոշոր ընդդիմադիր ուժերի ղեկավարներ, որոնք նախկին նախագահները չեն, բայց էլի կարող են համարվել 26-ին։ Նման քայլերի կհասնեն կուսակցություններ փակել կամ կասեցնել, թույլ չտալ մասնակցություն ընտրությունների։ Կանխատեսումներ կա ձեր կարծիքով, գնում է դրան։ Իշխանության վարքագիծը եւ պահվածքը ցույց է տալիս, որ ձեր թվարկած բոլոր դրույթները կարող են կյանքի կոչվել եւ իշխանությունը բոլորի ուղղությամբ էլ ըստ էության առեսպա աշխատել է։ Իշխանությունը ունի երկու խնդիր. նվազագույն մասով իջեցնել հնարավորություններն ու պոտենցիալը բոլոր քաղաքական դերակատարների, քաղաքական ուժերի եւ այլն, իսկ հնարավորության կամ անհրաժեշտության դեպքում էլ գնա ամենածանրին մարդկանց ազատությունից կզրկի, մարդկանց կխոշտանգեն, բռնության կենթարկեն, ել չեմ ասում կուսակցության գործունեություն կասեցնեն։ Իրենք հստակ ցույց են տվել, որ իրենց համար եթե կա մարդ, որը խնդիր է առաջացնում քաղաքական անդիմախոս լինելու տեսանկյունից, ոչ միայն իհարկե քաղաքական իշխանությունը իր համար հոդված անպայման գտնում է, նաև Արշակ Սրբազանի վրա կարված գործը ցույց տվեց, որ բնական է 1000 կողմից փորձել են այս կամ այն թեմայում ներգրավել եւ գնացին մի հատ այս ճանապարհով, որը թեև մեր բոլորիս համար տարօրինակ է, շատերի համար զվարճալի է, բայց
իշխանության մոտիվը լրիվ այլ է։ Իշխանությունն ասում է մարդ պետք է լինի կբռնեմ, եւ սա նաեւ սպառալիք է հասարակության այն շերտերին, որոնք որոշակի պոտենցիալ ակտիվություն դրսևորելու ցանկություն ունեն կամ չունեն։ Այսինքն ում դիտարկում են որպես պոտենցիալ շերտ այս մասին, ուղերձները հղում են։ Գիտեք, շատ դեպքերում երբ մենք խոսում ենք, մենք ասում ենք Արշակ Սրբազանը, Միքայել Սրբազանը, հələ հոգեվորականներին եմ ասում, նաև քաղաքական գործիչներին, որ գալիս ենք, Դավիթ Համբարձումյան կամ Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, այսինքն մենք երբ որ այս մարդկանց նայում ենք, ովքեր հիմա նստած են, մենք նայում ենք այն տեսանկյունից, որ այդ մարդիկ պատրաստ են եղել, կոփված են եղել, իմացել են, որ իրենց հետևից կարող են գալ եւ այլն, բայց խնդիրը մենակ իրենց չի, այսինքն իշխանությունը իրենց չի ուղղում այդ ուղերձը, իշխանությունը իրենցով ուղղում է հասարակությանը, ուղղում է այն մարդկանց, որոնք կոշտ հակազդեցությանը պատրաստ չեն կամ կոշտ հակազդեցության մեջ չեն ուզում մտնել։ Իրենց մոտեցումը էականորեն տարբերվում է, իրենք զզվված են, իրենք գարշանք են ապրում իշխանության այս կեցվածքից, բայց իրենք մեկ քայլ առաջ անելու համար մտածում են, կարող է սա տեղ ունենա, կարող է նա տեղ ունենա եւ այլն։ Այս կոշտությունը, այս ագրեսիան իշխանության ուղղված է այդ շերտերին։ Ինչ իրենք վստահ չեն, ասեք Փաշինյանը մյուս կողմից, երբ որ ազգային ժողովում վերջերս ելույթ էր ունենում, ինքնավստահության տպավորություն կա, վստահ չեն, որ նորից կընտրվեն առանց այդ քայլերի, որ նման քայլերի են դեմ, ունեն նման ազդակներ։ Եթե իրենք դրանով վստահ լինեին, իրենք հենց դրանով էլ մի կողմ կդնեին շատ գործիքներ, գնային այդ ճանապարհով։ Բնականաբար իշխանությունը ոչ միայն փորձում է իրեն ապահովել ներքաղաքական հնարավոր իր համար անախորժ զարգացումներից, իշխանությունը նաև ունի երևացող եւ չերևացող պոլիսային պայմանավորվածություններ նաև արտաքին դերակատարների, որովհետեւ այն process-ները, որոնք այսօր տեղի են ունենում, բնականաբար դրանք միայն ներհայաստանյան իրադարձություններ չեն։ Ակնհայտորեն դրանք ունեն նաև իրենց շահառուները։ Եկեղեցու մասով Ադրբեջանը շահառու է, թե չէ, իմ կարծիքով միանշանակ այո, որովհետև քարոզչական պասերը, որով խաղում է հայաստանյան իշխանությունը Ադրբեջանը, ակնհայտորեն երևում է եւ նկատել է նաեւ ադրբեջանական մամուլում, ստեղից գնացող ինֆորմացիա, այնտեղից եկող դրանք իրար հետ խաղում են, իրանք իրար հետ փաթեթավորում են անում, իրենք իրար հետ թեմա են զարգացնում եւ այլն, այդ բանը թե մասով նպատակարար կլինի։ Նույնը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի որպես իշխանություն շահառուների քաղաքական իմաստով, ակնհայտ է, որ կոնկրետ արևմուտքում Նիկոլ Փաշինյանը ունի բաժնետերեր, որոնք նաև ղեկավարում են եւ նաև հանձնարարություն են նրան իջեցնում եւ պատահական չէ, որ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքական անդիմախոսների այս ողջ թեմաների շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին նույն արևմուտքը նրա հովանավորությամբ գործող կառույցները որևէ գործուն ազդեցություն չեն թողնում։ Կան զեկույցներ, որոնցում որոշակի արտացոլում կարող է լինել, անուղղակի կարող է լինել, տողատակերում կարող է լինել, բայց մեծ առումով այն հսկայական լարվածությունը եւ այս իշխանությունների ապօրինությունների շղթան, որը ստեղծված է, դրանք ակնհայտորեն համարժեք արձագանքի չեն արժանանում արևմուտքից, որովհետեւ նրանց համար Հայաստանում տեղի ունենում process-ներ, որոնք իրենց աշխարհակաղակական շահերը ամբողջությամբ ապահովում են եւ բնականաբար այս տեսանկյունից նրանք նաեւ տանիք են այս իշխանության համար։ Այսինքն պայմանավորվածությունների մեջ կներեք մտնում է այն, որ անպայման պետք է վերարտադրվես դու, որպեսզի հա դա էլ է մտնում այդ ձեր ասած։ Միանշանակ, երբ որ խոսում ենք արևմուտքի մասին, ես չեմ ուզում դա հավաքական առումով վերցնենք, որովհետեւ ակնհայտ է կոնկրետ գործող հանձին կան, կոնկրետ դերակատարներ կան, որոնք նաեւ տարբեր անուններ ունեին 2018-ում Հայաստանում տեղի ունեցող հայտնի իրադարձությունների ժամանակահատվածում, իդեպ Սերժ Սարգսյանը վերջերս նրանցից մեկի մասին խոսեց, նախկին դեսպանի մասին, այսինքն կոնկրետ կան անձին, կոնկրետ կան խմբեր, կոնկրետ կան ազդեցության կազմակերպություններ, որոնք կոնկրետ իրենց ազդեցությունը Հայաստանում բավականին մեծ է, միգուցե շատերիս համար ստվերային, բայց բնական է, որ այս ներքաղաքական նաև գործողությունների կոնտեքստում կա նաև արտաքին բաղադրիչ։ Այդ թվում Թուրքիա-Ադրբեջան, ճիշտ եմ հասկանում։ Իրենց դեռ էլի են մտքին եք, որ իրենք ուզում են, որ մնա Փաշինյանը դեռ։ Այսինքն չեն ստացել հա ամեն ինչ են ուզում մնա։ Չեմ կարծում, թե իրենք ստացել են այն, ինչ որ ամբողջությամբ ուզում են։ Երկրորդը իրենց համար պետք է երաշխիք, որ այս process-ը ամբողջացվելու է
Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փաստաթուղթը, որը նախագիծը հանրայնացվել է, դրանք դեռևս չեն ստորագրվել։ Ադրբեջանը զուգահեռ, գիտեք, նախապայմաններ ներկայացնում, առաջին հերթին դա վերաբերում է Հայաստանի սահմանության փոփոխությանը, եւ թեև Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, նաեւ նախարարներ, ինքը Փաշինյանն ու իր թիմակիցները դա փորձում են ներկայացնել ոչ թե որպես Ադրբեջանի պահանջ, այլ ներքին 18-ից ուզում ենք փոխել դասը։ Պահանջ, բայց դա իրողությունը որևէ ձևով չի փոխում։ Երկրորդը դա վերաբերում է ադրբեջանական պահանջներին, մասնավորապես այսպես կոչված արևմտյան Ադրբեջան այդ կեղծ Այսօր բավական կոշտ տեքստով իդեպ կրկնեց Ալիևը, պետք է վերադառնան անպայման։ Նրանք այնտեղից քշվել են 1905 թվականից դեռ սկսած տարբեր թվականներ են նշում, մինչև այս 88 եւ այլն։ Պիտի գան անվտանգություն ապավի, մշակութային ժառանգություն տերմիններ օգտագործում, ադրբեջանական մշակութային ժառանգություն մեր տարածքում։ Այս զուգահեռների մեջ մտնում է Վաշինգտոնի պայմանավորվածության հետ նման։ Մյուս կողմից էլ ասել էր, որ այդ Վաշինգտոնի ստորագրումը իդեպ հույս է նշնչում, որ համակեցություն կլինի երկու ժողովուրդների միջև, այդպիսի բաներ ասել։ Լսեք, Ադրբեջանը կարծում եմ ի տարբերություն Հայաստանի այս իշխանությունների ունի իր կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանավորումը, եւ եթե կարճաժամկետ կտրվածքով դա չի ենթադրում ադրբեջանցիների հայաստանյան ներկայություն, դրանք դեռևս վերաբերում են ռեգիոնալ ճակերտավոր ապաշրջափակմանը, հիմքերի նախապատրաստմանը Հայաստանում ադրբեջանական ներկայության, ապա այս կարծում եմ նրանց միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանները, այդ թվում այդ արհեստական արևմտյան Ադրբեջան այդ կոնցեպտի ներքո ենթադրում է նաեւ ադրբեջանցիների ներկայության մեծացում, այսինքն եթե սկզբնական շրջանում դա կարող է արտահայտվել բիզնեսի ձևով, հետագայում դրա շուրջ նաեւ հավաքվելու է այսպես կոչված մասովկան, որը փորձելու է տասնամյակների ընթացքում նաեւ բալանս փոխել բնակչության։ Հիմա ո՞րն է այստեղ նաեւ խնդիրը, որ Հայաստանի իշխանությունը որքան շատ ավելի հեռանում է օրինակ արցախցիների իրավունքների պաշտպանությունից, այդ թվում նրանց հետ վերադարձի, որքան իրեն օտարում է օրինակ միջև սովետական միության քանդվելը Ադրբեջանում եղած հայերի շատ ավելի մեծ թվի եւ նրանց հետ կապված իրադարձությունների թեմայից, սկսած Սումգայիթում, Բաքվում տեղ ունեցած այդ նաեւ ցեղասպանության դրսևորումից, վերջացած այդ մարդկանց բռնի այնտեղից տեղափոխումից, այնքան Ադրբեջանը շատ ավելի խորացնում է իր որևէ փաստական կամ պատմական հիմք չունեցող կոնցեպցիան եւ այս իրավիճակում Ադրբեջանը բնականաբար դեռևս անելիք է տեսնում եւ իր համար Հայաստանում լավագույն տարբերակը դա Փաշինյանական իշխանությունն է, որը հրաժարվել է ոչ միայն իր օրինական եւ բնական պահանջներից այս դեպքում, այլ նաեւ ամեն ինչ անում է ադրբեջանական նարատիվների մեջ տեղավորվելու եւ Ադրբեջանի համար հաճո գործողություններ իրականացնելու համար։ Այսինքն Ալիևի այս հայտարարությունները արևմտյան Ադրբեջանցին սոսկ կոշտ հայտարարություններ չեն, սա հստակ պլան է, ճիշտ եմ հասկանում։ Իմ համար միանշանակ է, որ դա զուտ քարոզության համար չի արվում, ավելին այդ որպես քարոզություն դա կարող է միգուցե նաև որոշ միջնորդ երկրների համար, օրինակ Միացյալ Նահանգների համար որոշակի խնդիրներ առաջացնել, որովհետև հատկապես այս փուլում, երբ որ բոլորը խոսում են այն մասին, որ գիտեք Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգվում է, նաև Հայաստանի համար է կարևոր, Ադրբեջանը այս հայտարարությունները բնականաբար այլ բանի մասին են խոսում, բայց սա այս հայտարարությունները, որոնք որոշակի հաճախականությամբ հնչում են, սրանք խոսում են այն մասին, որ սա ոչ թե զուտ տեղեկատվական գործիք է կամ շանտաժի ինչ-որ միջոց է, սա ըստ մի պլանավորման մաս է կազմում, որը միգուցե առաջիկա 1-2 տարվա ընթացքում տեսանելի կամ իրականացվող չլինի, բայց որոշակի ժամանակային կտրվածքով Ադրբեջանի համար բավականին ակտուալ է եւ ես վստահ եմ, որ այս իշխանության պետության ղեկի մնալու պայմաններում Ադրբեջանը ոչ միայն կստանա լայն ավելի հնարավորություններ սա զարգացնելու, այլ նաև ինչ-որ փուլում բերելու բեկման։ Այսինքն միշտ տակ է պահում միջազգային օրակարգում, ինչպես առաջ այլ հարցեր, ճիշտ եմ, որ մի բան այդ թեման շարունակենք, Փաշինյանը ինչ որ իրենից նաև պահանջում էին, չէ՞, նաև ընդդիմություն, նաև դուք հրապարակել այդ փաստաթղթերը։ Իդեպ հրապարակեց այն ինչ պահանջում էիք, թե ոչ, եւ այս թեզերի մասին, Փաշինյանն ու ԿՊԱ-ականները, եթե սեղմած ասենք, ասում են, որ տեսակ որ ճիշտ էինք ասում, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ կոպիտ ասած ամեն ինչ արդեն տված պրծած էր, բանակցությունները այդ ուղղությամբ էին գնում,
Ոչ միտեղ չի խոսվում, որ Արցախը պետք է մնար հանրաքվեն Ադրբեջանի ամբողջ տարածքում, մի քանի այսպիսի պնդումներ, որ մեզ դեռ ինչ եք մեղադրում, ուղղակի մեր բախտը չբերեց մեր իշխանությանը համընկավ, պարզ ժողովրդական լեզվով այսպես կարելի է ձևակերպել իրենց ասածը, ինչ կասեք։ Այն որ իրենք ասում են, դա կատարյալ հիմարություն է, որը զուրկ է փաստերից եւ բարեբախտաբար այսօր այդ փաստաթղթերը հանրայնացված են եւ յուրաքանչյուր ոք կարող է պարզապես կարդալ եւ տեսնել, թե ինչ է գրված այնտեղ։ Որոշակի դիվանագիտական տերմինոլոգիա կա, ձևակերպումներ կան, որ միգուցե ոչ բոլորին հասանելի է, բայց գոնե ձեր ասած բոլոր դրույթների մասով այնտեղ շատ հստակ գրված է։ Հիմա ո՞րն է այստեղ սրա կարևորություն, թեև ամբողջությամբ չի հանրայնացվել, օրինակ այդ մեղրի կոնկրետ ժամանակահատվածը Թքիվեստի հետ կապված հղում է արված իր սեփական թերթի հոդվածին եւ այլն, անանուն աղբյուրների հղումներով եւ այլն, դա մի կողմ եմ դնում, բայց հիմա եթե վերցնենք վերջին փուլը, ավելի հա, դեպի երկկողմ, նախագահի ժամկետի հատվածը, երբ որ մադրիդյան սկզբունքները մտնում էին, այսպես ասած, որպես բանակցային գործընթացի աշխատանքային քննարկումների դաշտ, եւ որտեղ որոշակի փոփոխություններ ելնում, որտեղ 2007-ին Մադրիդն էր, 2009-ին ընդհանուր սկզբունքների շուրջ փաստաթուղթներ, որտեղ 2007-ի լավարկված տարբերակներ, օրինակ այս դեպքում շատ են հարցնում տարբերությունը միջև Կազային երկու Մադրիդյան փաստաթղթից որն էր։ Մի շատ երևացող բան ասեմ։ Օրինակ, եթե դրված էր ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ հանրաքվեի գաղափարը որպես այդպեսին, 2009-ին օրինակ մի տող ձևակերպում առաջացավ, որ ասում էր, որ դա ունի պարտադիր իրավական ուժ։ Այսինքն հանրաքվեն որպես զուտ, որպես սոցիոլոգիական հարցում տեղի չէր ունենալու մարդկանց տրամադրությունները շոշափելու, դա հստակ նշում էր, որ ուներ պարտադիր իրավական ուժ։ Եվ այդպես շարունակ, նույնիսկ 2019-ի փաստաթուղթը, որը իշխանությունն ասում է, տեսեք, սա հետևանք է Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության, ինչ է այնտեղ հստակ ասում։ Գոնե այն դրույթների մասով, որոնք դուք ներկայացրեցիք որպես դրանց փաստարկներ։ Դրա մեջ հստակ նշված էր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի մոտեցումը որպես քայլ, ընդ որում գրված էր առանց սահմանափակման։ Ինչ է նշանակում առանց սահմանափակում։ Այսինքն հարցադրումը, որը դրվելու էր հանրաքվեի հիմքում, կարող էր տարբեր հարցեր ենթադրել, այդ թվում օրինակ կողմեք միանալ Հայաստան։ Այսինքն ոչ միայն այնտեղ դրած էր անկախության գաղափարը, որին կուզենք քվեարկենք։ Այո, դրա գաղափարը սա մեկ։ Երկրորդը, երբ որ այնտեղ հստակ կետերով իջնում է Արցախի միջանկյալ կարգավիճակի, կոնկրետ այդ 5 շրջաններից դուրս գալու, այդ 5 շրջաններում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, այնտեղ կան բավական հետաքրքիր նյուանսներ, որոնք բնականաբար իշխանությունը երբեք չի խոսելու դրա մասով։ Նույնիսկ այդ պարագայում նշված էր, որ այդ տարածքներում, այդ 5 շրջաններում ռազմական ներկայություն Ադրբեջանը չէր ունենալու, ուներ քաղաքացիական ներկայություն, սա մեկ։ Երկրորդը, երբ որ բնութագրում էր, թե ինչպիսի համակարգ է լինելու Լեռնային Ղարաբաղում, գրված էր դատական իշխանության գործադիր օրենսդիր պետական ատրիբուտներ։ Գումարած շատ կարևոր ատրիբուտ, որը ըստ էության այդ անկախության գաղափարը իր մեջ կրում էր, գրված էր, որ իր անվտանգությունը պետք է ապահովի իր ինքնապաշտպանական ուժերի միջոցով, իր իրավապահ համակարգի ուժ։ Այսինքն Ինչ նմանություն է սորվա ու այդ թղթի։ Այդ երկրորդ է, որ ասում են, գիտեք, դե ակնհայտորեն այնտեղ տես բան չկա գրած, ասում են, դե հանրաքվեն ադրբեջանցիները ուզում էին ամբողջ Ադրբեջանը։ Հա, էլի գրած չի ասում։ Չգիտեմ Ադրբեջանը ինչ է ասել իր ականջին, ինչ է շշնջացել, բայց դրա մեջ այն ինչ որ ներկայացված է, ընդ որում այնտեղ գրած է համամասության մասով։ Մարդկանց փորձում էին բան անել, ասում են, գիտեք, բա որ դնեն ադրբեջանցիներին բերեն լցնեն, տեղացեն հանրաքվե։ Գրած է, որ դա տեղի պետք է ունենա 1988 թվականի ժողովրդագրական համամասությամբ, որտեղ 75%-ը հայերեն են, 25%-ը ադրբեջանցիներ, ռուսներ եւ տարբեր։ Ոչ թե 19-ի, այլ 80, հա ոչ թե տվյալ պայի, հա։ Նշանակ։ Երկրորդը, եւ որ հիշում եք, սրանք Շուշին հանրությունից ասում են, դե Շուշին այն ժամանակ էլ բանակցության առարկա եղել։ Իհարկե իրենց արտգործնախարարը այդ ժամանակվա հերքեց Շուշին նախկինում որպես հանձնման ենթակա տարածնելու հանգամանքը, բայց դա դրա մեջ բացեք տեսեք, որտեղ ինչ է գրած, որտեղ է Շուշին, որտեղ է հայաստանյան իշխանությունների խեղաթյուրված
մոտեցումները, որոնք արտահայտված են։ Վերադարձը ճիշտ եմ ասում, մեն շրջաններին է առնչվում այդ վերադարձ կոչվածը 5 շրջանների մասն էր խոսքը, Աղդամի, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգելան եւ Կուբադոյի մասին էր խոսքը։ Ինչի մասին Սերժ Սարգսյանը շատ շուտ ասել էր իր ինտերվյուներում եւ այլն։ Իդեպ դուք այստեղ կարևոր բան ինձ հիշեցիք։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով 2018-ին ասում էր ես ինքնորոշման իրավունքի, այսինքն Արցախի անկախության կողմնակից եմ, 19 թվականին ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, իսկ 20 թվականի կռվից հետո ասացին, որ Արցախը երբեք չի եղել հայկական, դա ադրբեջանական է։ 3 արմատական փոփոխություն ա եղել Նիկոլ Փաշինյանի մոտեցումներում։ Սերժ Սարգսյանը այնինչ ասել է իր պաշտոնավորման մեկնարկում, այդ դիրքորոշումը միջև այսօր պահպանում է։ Եվ այդ փաստաթղթերը ըստ էության ցույց են տալիս, թե ով ինչ է ասել, ով է իրականում խաբել մեր հասարակությանը եւ իրականում ով է հանձնել Արցախը։ Հա որտեվ իրենք ասում են թղթերում այլ բան էիք բանակցում, այստեղ այսպես հայրենասիրական բան էիք երկրի ներսում քարոզում։ Ես ում հասկանալ, դուք այդ թեմայով անդադ զբաղվել եք ժամանակին որպես փորձագետ։ Օրինակ, երրորդ նախագահի շրջանում հասարակությունից թաքցվել է, որ մի օր այդ անվտանգության կամ բուֆերային գոտի կոչված շրջանները, որը ժամանակին մենք գիտենք ինչու ենք ազատագրել, վերադարձվելու է, դա թաքցվել է հանրությունից։ Ով է ասել, որ մենք մի սանտիմետր, ասել են նման որ հող չենք տալու, այսպես ասած, կամ վերադարձնելու։ Որ այդ թեման ժամանակին շահարկման առարկա էր դարձել նույնիսկ 2001 թվականից Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցի ժամանակ Թոմաս Դևալին, այն ժամանակ երբ որ Սերժ Սարգսյանը դեռևս Հայաստանի պաշտպանության նախարարն էր, երբ որ ասում էր Աղդամը իմ հայրենիքը չէ, ու կոնտեքստը շատ ավելի լայն էր, բայց դա տասնամյակներով օգտագործում են Սերժ Սարգսյանի դեմ, մենք սենց, մենք անենց, չեմ ասում այն ուժերին, որոնք որպես կանոն մշտապես ասում են մենք կողմնակից ենք բանին, որ որևէ զիջում չկատարվի, ոչ մի թիզող, բան եւ այլն, ու այդ մարդիկ, երբ որ հիմա Փաշինյանը ամբողջությամբ հանձնել է Արցախը, հիմա այդ մարդկանց ճնշող մեծամասնություն չկա։ Այն մարդիկ, ովքեր բանակցային փոխզիջումային տարբերակը համարում են Հայաստանին դեմ, դրանք հիմա ոչ մի բան չեն խոսում այն իշխանության մասին, որը ամբողջությամբ է հանձնել, հասկանում եք Արցախը։ Ես չեմ ուզում ասել բնավ, որ սա եղել է մեր բոլորի ամենալավագույն պատկերացումը։ Ես կարծում եմ, որ ցանկացած իշխանության համար պետք է խնդիր դառնալ անընդհատ լավարկելու եւ իր հաջորդին փոխանցելու շատ ավելի լավ տարբերակ, ինչպես ժամանակի եկել է ինքնորոշման իրավունքն է ամրագրվել, ինչպես հանրակրվեի պարտադիր իրավական ուժն է բանալ, երբ որ եկել է եւ նաեւ Արցախ ինքնապաշտպանական ուժերի եւ այլն, այս սուղ համակարգերը, որոնց մասին խոսում ենք, յուրաքանչյուր հաջորդ իշխանությունը պետք է գար լավարկեր։ Եթե այդ ժամանակ հիմքում այդ 5 շրջանների հարցն ա եղել, պետք է հաջորդը գար արդեն 3-ի հարցը դներ, 4-ի հարցը դներ։ Հիմա հաջորդ իշխանությունը ոչ միայն խաբել է ժողովրդին, այլ եկել է ոչ միայն իր մասնաբաժին լավը չի մտցրել բանակցային գործընթացի մեջ, այլ եկել է եւ ողջ գործընթացը թաղել է, Արցախը հանձնել է Ադրբեջանին եւ Ադրբեջանը հնարավորություն է ստեղծել հարձակում իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ, որը եղավ 21-ին, 22-ին, 23-ին եւ ինչի հետևանքն է նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան ադրբեջանական զորքերի կողմից։ Այսինքն դու կարող եք պնդել, որ 94-ից մինչև 2018 կամ 19-ը Հայաստանը բանակցել է փոխզիջումների շուրջ, բայց դրանից հետո ամեն ինչ ավարտվել է զիջմամբ ուղիղ, եթե ասենք։ Մի հետաքրքրական բան կար, որը տեղա գտել լս վերջերս հրապարակված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գրքում, որը հարցազրույցի ժանրի մեջ է։ Իհարկե Դավիթ Տոնոյան պաշտպանության նախարարը առանձին քննարկման թեմայի քաղաքական եւ անվտանգային տեսանկյունից դրա վրա չեմ ուզում ֆիքսել, բայց հետաքրքրական է, որ ասում է, որ մոտապես միտն եմ ասում, որ 19 թվականին Նիկոլ Փաշինյանը իր տպավորությամբ ունեցել է շատ ավելի արմատական մոտեցում, որը համընկնում է նաեւ 2019-ին համանախագահների կողմից ներկայացված պատերազմից առաջ ներկայացված վերջին փաթեթին, այսօր հրապարակվեց։ Այո։ Եվ ես կարծում եմ, որ եթե նույնիսկ դրա տակ ակնարկ չկար, ապա շատերը դրա տակ հասկացան նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի արմատական եւ չհիմնավորված արմատական կեցվածքներ, որը ըստ էության բերեց նաև ադրբեջանական կողմի գործողություններին։ Կանեք ավելին է ուզել, քան 19-ում գրած է, ճիշտ եմ հասկանում, արմատական դա նկատի ունեք, քան այդ առաջարկում գրած է։ Ես կարծում եմ, չգիտեմ թե ինքը ինչ ա ուզել, թե չի ուզել, բայց համայն դեպս նաև իշխանության
արձագանքն է դրանից երևում, թեև մեկ օր առաջ իշխանությունից պնդում են, որ իրանք այդպես էլ դրա շուրջ պատասխան չեն ներկայացրել։ Այդեպ, ձեր կարծիքով եղել է այդ պատասխանը, թե չի եղել, եւ ինչպիսին կլիներ։ Պատասխան չի եղել, իշխանության ներկայացուցիչներից մեկը պնդում էր, որ Հայաստանը չի պատասխանել, փորձում էր արդարացնել իրենց պահվածքը, թեև այդտեղ ես արդարացում չեմ տեսնում, որովհետեւ եթե կա փաստաթուղթ, ես կհասկանամ, երբ որ կողմերը դրա համար որոշակի ժամանակ ցանկանան դիրքորոշում ձևակերպելու կամ միջև ուսումնասիրելու համար, բայց բնականաբար 1 տարին ողջամիտ ժամկետը չի եղել, սա մեկ։ Երկրորդը ցավով եմ ասում, բայց ադրբեջանական մամուլը դրա հետ կապված այլ բան ներկայացրեց, երբ որ դրանց արտգործնախարարը ասում էր, որ Հայաստանի այդ ժամանակվա իշխանության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե ես այս փաստաթուղթ ընդունեմ, ինձ կսպանեն այդտեղ, այսինքն ըստ էության իր պատասխանը նշանակում է, որ ինքը մերժել է այդ փաստաթղթի ընդունումը։ Այո, ազգային ժողովում էլ ասում են, դավաճան կասեք, դա նկատի ունես։ Մոտավորապես այդ հանգամանքն է, բայց հիմա ինչ է ստացվում, նույն իշխանությունը գայս ասում է, գիտեք, մենք հնարավորություն ունենք, բայց մեզ է դավաճան կասենք։ Մենք հնարավորություն ունենք, ասում են, այս տարբերակին գայինք, բայց զոհեր չլիներ, բայց փաստորեն իրանք ամեն ինչ արել են նաև զոհերի ճանապարհով անելու, մտածելով, որ դրանից իրենց դավաճանի պիտակը կմաքրվի կամ ժողովուրդը իրենց չի մեղադրի Արցախ հանձնելու մեջ, եւ քաղաքական իրենց դիրքերը պահելու եւ իշխանություն պահելու համար իշխանությունը գնաց մարդկանց, հազարավոր մարդկանց նահատակություն տանելու ճանապարհով։ Ես կարծում եմ, որ այս փաստաթղթերի հանրայնացումը գոնեն մարդկանց համար, ովքեր ցանկություն ունեն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, հնարավորություն է ստեղծել իրական գնահատական եւ դիրքորոշում ձևավորելու բոլոր իշխանությունների մասով, այդ իշխանությունների Ղարաբաղյան հակամարտություն տարած բանակցությունների եւ նրանց կարմիր գծերի մասով, եւ այստեղ Նիկոլ Փաշինյանի արդարանալու հավանականությունը պարզապես փշրված եւ զրոյացված։ Բան չի հրապարակել, միամիտ չէր, այսինքն ինքը իր դեմ է հրապարակել։ Կարծում եմ, այստեղ երկու խնդիր է դրված եղել, նախ իրենք եթե նկատել եք մի քանի անգամ ասել են, բա ինչի նախագահները չեն հրապարակում։ Եվ իրենք կարծել են, որ եթե իրենք չհրապարակեն, միգուցե ընտրությունից առաջ հրապարակեն մյուս նախագահները, միգուցե սա է տարբերակ եղել, եւ երկրորդը իշխանությունը կարծում եմ իր հիմնական շեշտը դրել այն բանի վրա, որ իրենց կողմից դրա հանրայնացումը եւ ագրեսիվ քարոզությունը հնարավորություն կտա այստեղ ավելի շահեկան դիրքեր լինելու այն տեսանկյունից, որ շատերը պարզապես չեն կարդալու եւ ինչպես միշտ նայելու են, թե կողմերը ով ինչ մեկնաբանություն է ներկայացնելու, իսկ դաշտում հաշվելով նրանց քարոզչական հնարավորությունները, պետական ռեսուրսի կիրառումը, միգուցե մտածել են, որ իրենք կարող են շահեկան դիրքերում լինել։ Ավելի շատ պրոստը կարդալու այլ մեկնաբանության եւ ավարտենք ելիներ քաղաքականով կարճ ձեր արձագանքը Փաշինյանը վերջին հարցու պատասխանին ասաց, որ ուղիղ տեքստով ասաց, նախկինների մասին ինչ խոսենք, երբ որ իրեն հարց տվեցին, ելի ուզում էին, որ գնահատական տար հարցը, այսպես ինչի մասին խոսենք։ Եթե 21-ին գործոն էին քաղաքական իշխանություն էին ուզում փոխել Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչյանը, հիմա այս 26-ի դիմաց իրանք էլ մեզ մրցակից չեն, ընդհանրապես երկուսն ինչի մասին խոսենք, ինչ է սա, ինքնավստահություն, իրականությունից կտրվել, թե իրոք արդեն, ինչ է ուզում ասել։ Փաշինյանը իր ցանկությունները որպես փաստ ներկայացնել հանրությանը, նաև քարոզչական ազդակ տալով, որ իրենք որպես գործոն, որպես ուժ գոյություն չունեն, սա հեսավեր շատ դիտարկվում է որպես քարոզչական տեսանկյունից։ Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանի նույն թեմայով արած հայտարարությունը բավականին հակասական են։ Մի հարցին ի պատասխան լրիվ հակառակ բանը հայտնում, հիմա այս դեպքում այսպես է հայտնում, այսինքն սա նաև փաստել չի, որ ինքը կենտրոնացում այդ ուղղությամբ չի անում։ Եվ երկրորդը ուրիշ տեղ հանգամանք կա, այն ինչ որ այս իշխանությունը ասել է նախկին բոլոր կառավարությունների մասով, այլևս այս 18-ից 7 տարի անցել, արդեն 8-րդ տարին է լրանում, արդեն մարդկանց մոտ չունեն ազդեցությունը, ոնց որ ուներ սրանից 7-8 տարի կամ միգուցե 5 տարի առաջ, որովհետև մի մասով լրիվ այլ փաստեր են ի հայտ եկել եւ ցույց են տվել այս իշխանության խոսքերի անարժեքությունը, մի մասով կան գործոններ, որոնք չեն աշխատում, դեռ չեմ խոսում այն արատավոր դեմքերի մասին, որոնց մասին իրենք անընդհատ խոսում են, բայց ժամանակը ցույց տվեց, որ դրանք իրականում իրենց հետ են, իրենց կողքին են եւ իրենց քաղաքական կշռի մասն են կազմում։ Իսկ կոնկրետ բանակցությունների մասով ես կրկնում եմ, ավելի շատ ընդգծում եմ, որ իշխանությունը այս մասով ինքը լիակատար
պարտված է այս բանավեճում, որտեղ արդեն բանավեճի իմաստը այստեղ իրականում գոյություն չունի, եւ այս փաստաթղթերի հանրայնացումը ըստ էության հանրության մի մեծ հատվածի համար պարզրոջ է դարձնելու այս իշխանության արտաքին քաղաքական տապալումը եւ որպես դրա ծանր հետևանք Արցախի հանձնումն ու Հայաստանի բավականին խոցելի լինելու այս հանգամանքը։ Այսինքն թե ամփոփենք, իրականում ինքը գիտի, որ մրցակից են իմ նշած մարդիկ, նախագահները մրցակից են, ուղղակի քարոզչական իր կողմնակիցների հասարակության համար այսպես է ցույց տալիս եւ հասկանում որ արդյունավետ չի իրենց մասին ուղղակի խոսել է ինչպես առաջ էր խոսում։ Ես կարծում դա քարոզչական քաղաքականությունից է բխում եւ ի վերջո նաեւ փաստերն են խոսում արդեն։ Գիտեք, եթե 2018-ին, 19, 25, 21-ին բաներ կային, որոնք մարդիկ չգիտեին, տեղյակ չէին եւ իշխանության քարոզչական նարատիվներով էին առաջնորդում կամ որոշումներ կայացում։ Հիմա կան մեծ թվով բաներ, որոնք խախտվել են եւ արդեն պարզորոշություն են տալիս, թե իրականում ինչ է եղել եւ ինչ է մատուցվել։ Այլ բան է, որ ստեղ խնդիրը իշխանություն պահելու եւ իր վերարտադրությունը ապահովելու նպատակով 26-ի համար իշխանությունը գնում է այլ ճանապարհով, իմանալով որ զինաթափվել է շատ ուղղություններով, իրականում այստեղ գնում է մարդկանց շարքից հանելու, քաղաքական ուժերին եւ դրանց պոտենցիալը թուլացնելու ճանապարհով, որը արտահայտում է բազմաթիվ ձերբակալություններով, կալանավորումներով եւ քրեական գործերով։ Այսինքն այս ամենը ոչ թե ինքնավստահության հաղթանակ է, այլ թուլության, կամ վախի նշան է, դիտարկում ագրեսիվություն։ Իշխանությունը քաղաքական մրցակցությունը դիտարկում ոչ թե դասական կանոնների կամ նախատեսված օրենսդրությամբ, այլ մարդկանց ապօրինությունների միջոցով խաղից դուրս հանելու եւ իր համար մրցակցային առումով առավելություն ապահովելով։ Այսինքն սովորական ճանապարհով դա նկատի ունեի, վաղ սովորական ճանապարհով մտավախություն ունի, որ առանց այդ ձեր ասած քայլերի չի ընտրվի։ Միանշանակ, որտեղ Հայաստանում դասական կանոնները չեն գործում եւ իշխանությունը լրիվ այլ մոդել է ներկրում, որտեղ վարչական ռեսուրսը եւ մարդկանց անկախ իր կամքից կամ իրադարձություններից շարքից հանելը այս իշխանության համար սովորական գործիք է։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, կիզակետում այսօր ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էր, կիզակետի թողարկումներ ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք